Այսօր լիարժեք լավ փոփոխությունը, որ մենք արձանի բացումը անենք, այսօր սաղ աշխարհը արդեն տեղյակ է։ Ուրա ժուրնալը մոտը չի, չէ՞։ Չէ, բայց նկարում եմ։ Բայց քին նկարը դժվար է մի հատ բերես, թե որ Սա հենց հիմա կասեմ կբարձրացնեմ։ Մի հատ հարց է տամ։ Չէ, մի րոպե։ Ու այս ժուրնալը ես ձեզ ասում եմ, կանում կայացել է կինոֆեստիվալ ամբողջ աշխարհը սաղ աստղեր ընտեղ են եղել։ Ու ես դիմելով, որ ասենք թե Հայաստանում մենք առաջի քրիստոնյա ազգը, որ ասենք թե մենք կառուցում ենք ամենաբարձրը արձանը, ամենակարող, ամենահզոր, եւ նրանք տեսնելով առաջի էջին պատմության մեջ Հայաստանը կանի ֆեստիվալին ինչ առաջի էջի վրա գրել են այսպես փոքր պետություն, այսպես մեծ ամբիցիաներով ժողովուրդ, որը դու պատկերացա, հիմա ես ես հասարակ բան ասեմ, եթե Մական ջան 10 միլիոն տուրիստ գա 10 միլիոն կամ 20 միլիոն շատ են գալու, որտեղ սաղ սպասում են ու այնքան հզոր բան ասու կամոք 20 միլիոն գալու դեպքում մենք բարձ այդքան հյուրանոցներ չունենք, որ կարողանան։ Ուրեմն մարդկանց առանձնատները, տները, որ գան վարձով կվերցնեն, պրակատ մեքենաները կվերցնեն, ու ամեն մեկը եթե $5,000 ծախսի, դառնում է 20 միլիոն դեպքում $100 միլիարդ։ Ինչ տո։ Մենք իրանց վիզը չեն թողի իմ ժողովուրդը նա, ես դա ոչ ասում եմ 100 միլիարդ ժողովուրդ, 100 միլիարդը, եթե մեր բյուջեն 5-7 միլիարդ է, տարեկան 100 միլիարդ մտնելով, աշխարհում մեծ հիմնական ժողովրդի մեծամասնությունը զբաղվում է փոքր ու միջին բիզնեսով, ընտանիքով, հիմա ձևավորում են, մի բան կառուցում են, սարքում են, հիմա իմ ազգին մենք գործ ենք տալի, որ ընտանիքով կարան մտածեն, ինչ են սարքում, փայտից է, երկաթից է, ինչ որ քարից է, Հայաստանի հետ, Քրիստոսի արձանի հետ կապված, կազմակերպեն, դնեն, այդ գալիս է տաքսիստներ, գյուղացին էլ, քաղաքացին էլ, գալու է գնալու է Սևանել են գնալու, Գյումրիեն էլ, Ջերմուկել են գնալու, եղբայր, 100 միլիարդ, այդ փողը իմ երկրում է մնալու, բյուջեն էլ է փող մտնելու, նայելով այդ աշխուժությունը ժողովուրդ, ես իմ սաղ գործերը դրել եմ միան, հիմա էլ ուզում եմ Նոյան տապանը բացեմ, արդեն ոչ թե ուզում եմ, պատվիրել եմ նավնել 134 մետր երկարությամբ, 24 լայնությամբ, 18 մետր բարձրությամբ, Նոյը, իր կինը, իրեն տղաները, հասները ու կենդաները սաղ արդեն պատվիրած է, որ Հայաստանում մենք այսօր տաղանդավոր ժողովուրդ ենք, մեկը մեկից լավ, որ բնական, իրական, որ այդ բոլորը, գոնե ասենք թե հիմա Նոյան տապանի համար էլ կգա մի միլիոն մարդ, մի միլիոն մարդ էլ անում է 5 միլիարդ, թող գան, կարևորը գործն է մնայեն, ոչ թե փողի չափսը, որ այսքան փող ունեմ, մարդը պետք է անուն թողի, հեղինակ։ Ինչ։ Նոյան տապանը արած լեռանը կացուցացում։ Ես մեր սարի տակ եմ դնում այդ ծապատան, մեր սարից բացի սարը երևում է կարևորը, որ մեր մոտ է դա եղել, որ մենք կարողանանք կազմակերպել, պետությունները իրենց չեղածը վերագրում են, արհեստական սարքում են, իր ազգի վրա է գրում, մենք մեր եղած աշխարհում չենք կարող ներկայացնենք ժողովուրդ, այսօր մենք չունենք, նավթ չունենք, բենզին չունենք, բրլյան չունենք, բայց մենք այսօր տուրիզմի համար հոյակապ տարածքներ ունենք, պատմություն ունենք, Կեմպիսկ ու սեփականատերը եկել էր, նայելով, ես դու թող նայեն փոխանցեն, եկել նայել ասма դուք չունեք ասма, Վրաստանը ձեր 10%-ը չունի, փոխանցի թող նայեն, բայց այսօր դա պատրաստի ոսկու հանք է, այսինքն ոսկու հանք չարչարանք չես անում, սա բոլորն էլ փող են առնում, $5,000 կլինի մեկը 10,000, մեկը 20,000, բայց միջինը $5,000 գումար պետք է լինի, որ կա հյուրանոց էլ մնա, ճաշի էլ, գինի էլ փորձի գնա, որ պետք է այդ ծրագրերն է, որ կարա մեր տնտեսությունը զարգացնի, ներդրումներ բերի, մարդիկ կան ներդրում անեն, կառուցեն, ու ամեն ինչը ճիշտ տեղին կլինի, չլնող բան չկա։ Այսօր ասենք դա Ծառուկյանը 20 հատ գործան սարքեց 20 գյուղում, դա այդ չի փոխի մարդկանց կյանքը, այսօր բարեգործությամբ երկիր չես կառուցի, ես շփվելով ժողովրդի հետ տեսնելով, ժողովրդին պետք է պայման հնարավորություն, ժողովրդին հաշվի առնել, մատից փուշ անել, որ իրենք իրենց արդար քրտինքով աշխատեն, ստեղծեն, կարողանան իրենց ընտանիքը բարեկեցիկ պահել։ Սա հիմնական խնդիրը։